Հայրիկը ուզում էր, որ իր զավակները լինեն ոգու արվեստի աշխարհից, ու այսօր եղավ ավակ մեր եղբայրը Արա Շիրազը հայտնի հանրահայտ քանդակագործ, Սիփան Շիրազը հայտնի պոետ եւ նկարիչ քանդակագործ, եւ մյուսներն իհարկե։ Այդ առումով Շիրազի նպատակը զավակների հետ կապված իրականացել է, ես կարող եմ այդպես գնահատել։ Հովհաննես Շիրազի երազանքն էր որդիներին տեսնել արվեստի ու արհեստի բնագավառում։ Այսօր Հուշատուն թանգարանում դասական գրողի որդիների աշխատանքներով են համալրվում ցուցադրական նմուշները, այդպիսով Շիրազյան շունչն ավելի ամբողջական դարձնելով։ Վանան Շիրազը հուզմունքով է խոսում եղբոր քանդակագործական, գեղանկարչական եւ պոետական բազմակողմանի ձեռքերով որդված Սիփան Շիրազի ցուցասրահի բացման առիթով։ Ասեմ, որ Սիփան Շիրազը բազմաշնորհ, բազմատաղանդ մարդ էր, եւ բանաստեղծ, եւ նկարիչ, եւ քանդակագործ։ Այսօր շատ ուրախ եմ, որ թանգարանի տնօրինությունը նախաձեռնել է Սիփան Շիրազին առանձին ցուցասրահ ներկայացնելու Հովհաննես Շիրազի 111-ամյակի կապակցությամբ այսօր բացում ենք անում, շատ հուզիչ պահ է իմ համար, որպես եղբայր կրտսեր։ Թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը ընդգծում է, թանգարանն արդեն իսկ ունեցել է Շիրազի զավակների ստեղծագործությունների մասնակից ցուցադրություններ, սակայն այժմ ձևավորվում է առանձին հարթակ նրանց արվեստը ամբողջական ներկայացնելու համար։ Ֆոնդում ունենք նաև նրա զավակներից, այսպես ասեմ, տաղանդաշատ զավակներից մեկի Սիփան Շիրազի աշխատանքները, ստեղծագործությունները։ Նա օժտված էր այնպիսի մի ցիրկով, որ նրա մոտ կարծեք թե ամեն ինչ շատ գեղեցիկ ստացվել է, եւ քանդակագործություն, եւ գեղանկարչություն, եւ պոեզիա։ Նա նաև ստեղծագործել է եւ նրա գրքերը այսօր եւս ցուցադրության դրվում են, բայց հիմնական շեշտադրումը այսօրվա նրա որպես արվեստագետ լինելն է, նրա գեղանկարչական եւ քանդակագործական որոշ աշխատանքների ցուցադրությունն է եւ դրա համար հատկացված հadoop սրահ մենք ստեղծեցինք։ Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը կարևորում է թանգարանների վերազինման եւ նոր ձևաչափերով ակտիվացման գործընթացը։ Նրա խոսքով այս սրահը նախկինում ծառայել է որպես աշխատասենյակ, սակայն վերանորոգումից հետո վերածվել է ժամանակակից ցուցադրական միջավայրի։ Որոշեցինք, որ այն կարող է լինել Սիփան Շիրազի ցուցասրահը ժամանակավոր ցուցադրության համար, ինչը իհարկե չի սահմանափակում այս տարածքը հետագայում ըստ անհրաժեշտության այլ ժամանակավոր ցուցադրությունների ծառայեցնելուն եւ ամենատարբեր հանդիպումների, քննարկումների հարթակ դարձնելուն։ Վստահ եմ նաեւ կլինեն համագործակցային շատ ծրագրեր, որոնք գուցե առաջին հայացքից կապ չեն ունենա Շիրազի նրա ժառանգների կամ նրա ստեղծագործական աշխարհի հետ, բայց այս բարեկարգ տարածքը կտա հնարավորություն փոքր կամերային ցուցադրություններ կազմակերպել, զուգահեռ նաեւ մարդկանց հրավիրելով թանգարան։ Նորաբաց ցուցասրահի համադրողն է Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը։ Այս ցուցասրահը կարևոր քայլ է ոչ միայն մեծ բանաստեղծի ընտանիքի ստեղծագործական ժառանգությունն ամբողջացնելու, այլև թանգարանային կյանքը նոր բովանդակությամբ հարստացնելու տեսանկյունից։ Մեր թանգարանը հարթակ է ոչ միայն Շիրազի ժառանգության պահպանման ու ցուցադրության համար եւ սերունդներին այն փոխանցելու համար, այլ նաեւ հարթակ է նրա զավակների ստեղծագործությունները հանրայնացնելու համար։ Թանգարանային ոլորտում վերազինման աշխատանքները շարունակական են եւ առաջիկայում նախատեսվում են նոր նախագծեր, որոնք կներկայացվեն մայիսի 16-ին թանգարանների գիշեր միջազգային ծրագրի շրջանակներում։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։